Սրանով Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լուծում են փողերի ժառանգականության հարցը։ Այսինքն, եթե իրենք ամուսնացած չեն, ֆորմալ չեն կարողանում, այսինքն ֆորմալ չկա կապ, հա, այս երկուսի մեջ, բացի ընդհանուր երեխաներից, ինչպես իրենք են նշում, հետևաբար, եթե իշխանությունից զրկվեն, երկուսով հիմա փողերը կիսելու հարցն է առաջ գալիս կամ չգիտեմ, այնտեղ փողերին դոստուպ ունենալու հարցն է առաջ գալիս, օրինակ ասենք շվեյցարական բանկում, որ ենթադրենք ունեն մի քանի միլիոն դոլար եւ պետքա օգտվի ինչ որ մեկը, էլի, ասենք հարմարը Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյանը չի կարող օգտվել Նիկոլ Փաշինյանի հաշվից, եթե ֆորմալ կապ չկա։ Հիմա եթե այդ ֆորմալ կապի հարցը լուծում են, փողերին հասանելիության խնդիրն է այդտեղ լուծվում, էլի, այստեղ արդեն կարևոր չի այդ հասանելիությունով կլինի Նիկոլ Փաշինյանը թե Աննա Հակոբյանը։ Այս տարբերակն էլ են քննարկում, նշելով, որ սրանք պատրաստվում են ուղղակի մեծ քաղաքական թռիչքի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ինչքան էլ իրենք պնդեն, որ մենք որակյալ մեծամասնություն 60%, 80%, ինչքան ուզեն այդքան կխփեն տրամաբանության մեջ են առաջնորդվելու, բայց բոլոր հանգամանքները, իրադարձությունները ցույց են տալիս, որ սրանք վեշերը, այսպես ժողովրդական լեզվով ասած, հավաքող են հունիսի 7-ից հետո։